Դեռ դրա ազդեցությունը այդպես չենք զգացել մենք, որովհետև նոր է այդ սահմանափակումը մտցվել, բայց սահմանափակումը միայն Լոս Անջելեսի կենտրոնի, այսինքն դաունթաունի եւ ոչ ամբողջությամբ, այլ ինչ-որ սահմանի վրա է եւ մարդիկ, ովքեր որ օրինակ այդ հատվածում չեն աշխատում եւ այդտեղի հետ որևէ կապ չունեն, ըստ էության չեն էլ զգա այդ փոփոխությունը, իսկ հայաշատ համայնքները, ինչպես գիտեք, Բերբանկը, Գլենդելը, Փասադենա, Նորթ Հոլիվուդը բավականին հեռու են գտնվում, այսինքն մոտ կես ժամ, 40 րոպե հեռավորության վրա է դաունթաունից եւ եթե ինչպես ասեցի մարդիկ աշխատանք կամ ինչ որ գործեր չունեն այնտեղի հետ կապված, դա չեն զգա եւ ժամային սահմանափակումներ կա երեկոյան 8-ից մինչեւ առավոտյան 6-ը, այսինքն այդ աշխատանքային ժամերին պետք է որ խնդիր չառաջանա։ Ես ինքս այսօրերին ճիշտն ասած չեմ եղել դաունթաունում, բայց ունեմ ծանոթներ, ովքեր որ ինչ-որ գործերով այնտեղ եղել են եւ խնդիր չի առաջացել, նախորդ օրվա օրինակ ցույցը բավականին խաղաղ է եղել ի տարբերություն դրանից առաջ տեղի ունեցած բախումների։ Հիմնական այդ անկարգությունները, որ տեղի են ունենում, դարձյալ դաունթաունի հատվածում են։ Ես ինքս մեկ դեպք գիտեմ, որ զարդերի խանութ է թալանվել, որի սեփականատերը հենց հայ միգրանտ է եւ խանութի մի մասնաբաժինն էլ իրանցու է պատկանում։ Ես այդ մի դեպքը գիտեմ, մյուս դեպքերը, որ հենց հայերի է պատկանում, կամ որ ցուցարարների մեջ կան հայեր, տուժած հայեր կամ ձերբակալված հայեր, այդպիսի տեղեկություններ ես ինքս չեմ լսել սովորաբար այստեղ երբ նման դեպքեր լինում է համայնքի ներսում ակտիվ քննարկվում է, ես ինքս դեռ չգիտեմ այդպիսի դեպքեր։ Հիմնական իսպանախոս բնակչությունն է ավելի ակտիվ ցույցերին մասնակցում եւ այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել եւ որտեղից որ սկսվել է այդ բախումները, այսպես ասած ռեյդերը, որ իրականացվել են միգրացիոն ծառայությունների կողմից, դա այն հատվածներում են, որտեղ ավելի ակտիվ ներգրավվածություն ունեն աշխատանքի առումով իսպանալեզու, այսինքն Մեքսիկայից եկած բնակչությունը եւ ցույցերի ժամանակ էլ ավելի ակտիվ հենց իրենք են։ Այս վերջին գործողությունները ցույց տվեցին, որ Թրամփի վարչակազմը բավականին լուրջ է տրամադրված եւ զիջումների հակված չի եւ քանի որ աննախադեպային որոշումներն էլ բավականին շատ են այս վերջի օրերի տեղի ունեցող իրադարձություններում, անորոշությունը հայ համայնքի մոտ եւս բավականին մեծ է, այսինքն մարդիկ, ովքեր որ դեռ փաստաթղթային խնդիրներ ունեն, ամբողջությամբ այդ դատական process-ները չեն ավարտել, որովհետեւ ի սկզբանե անօրինական ճանապարհով են երկիր մուտք գործել եւ նրանք են անորոշության մեջ եւ անգամ նրանք, ովքեր որ արդեն անօրինական մուտք գործելուց հետո դատական գործընթացներով ապաստան պահանջելով իրենց փաստաթղթային կարգավորումները ստացել են, այսպես ասած green card արդեն ունեն, բայց մտահոգություն ունեն, որ այդ նոր ստացած փաստաթղթերով, օրինակ եթե հիմա գնան Հայաստան, կարող են վերադարձի ժամանակ որոշակի խնդիրներ ունենալ, այս մտահոգությունները որևէ ձև հաստարկված չի, այսինքն չկան նման դեպքեր դեռևս, ամենայն դեպս ինձ հայտնի, որ խնդիրներ առաջացել է, բայց քանի որ ասեցի անորոշությունը շատ է եւ աննախադեպային որոշումներ շատ են կայացվում, մարդիկ տարակուսում են ինչ-որ ռիսկային որոշումներ կայացնել։ Ցույցերին ավելի ներգրաված են իսպանալեզու բնակչությունը, հայերը այդքան շատ ներգրավվածություն ամենայն դեպս ինձ հայտնի չի, որ ունեն։